Կան ապրանքներ, որոնց նացենկան 20%-ը, ասենք օրինակ ինքնարժեքը 1000 դրամ է, իրանց ավաճառքի գինը 1200։ Խորացել էի, որ կան ապրանքներ, որոնց մոտավորապես 1000%, այսինքն օրինակ իրան գնում ես 200-ով, վաճառում ես 3000-ով։ Օրինակ հեռախոսի էկրանների էս բաներ, ապակիներ, որ կպցնում են, ստեղ վերավաճառում են 150-200 դրամ, այսինքն ընդեղից բերում են 80-ից 100 դրամով, ստեղ վերավաճառելով 150-ից 200 դրամ, հետո դա շուկայում դու գնում ես 2000-3000 դրամով, կներեք ովքեր զբաղվում են այդ բիզնեսով, բայց գիտեմ պիտի ասեմ, հասարակությունն է տենց համաձայնվել, որ այդ ապրանքի նացենկը այդքան բարձր լինի։ Սկսվում է այնտեղից, որ առաջին ներմուծողը Չինաստանից որոշում է, որ այո, ասենք պետքա 1000% բարձր գին դնի։ Ու այդ պրոդուկտն էլ պետքա կանա, մենք չենք ուզում մեր էկրանները շուտ կոտրվեն։ Մենք սկսում ենք առնել առանց մտածելու, այսինքն այդ ժամանակները դեռևս չկար Temu, դեռևս չկար Wildberries եւ այլն, ու մենք ինչ տեսնում ենք մեր շուկայում, ինչ գնով կար, գնում ենք։ Բերողը ինքը մտածել է այո, կվաճառվի, քանի որ նոր է շուկայում, հաջորդ մրցակից ներմուծողներն էլ հաշվի առնելով գնի որոշման են մրցակցային տեխնիկան, նայել են մրցակիցը դրել է 3000, ես ինչի դնեմ 2000։ Ընտիրա կդնեմ 2950։ Այսինքն այստեղ ոչ մեկ դեմպինգ չի անում, ոչ մեկ գինը չի փորձում միանգամից տապալի, հասկանալով բոլորի շահն է այդտեղ, ու գինը պահպանվում է։ Հիմա եթե ինչ-որ մեկը բերի դա վաճառի, ասենք 200 դրամով բերի 400-ով վաճառի, բնականաբար կմեռնեն այդ բիզնեսները միանգամից, բայց ինչ-որ բիզնեսների երևի էթիկա էլ գոյություն ունի, հա, ասենց բիզնեսմենների իրար հանդեպ։ Ներքին։ Այո, ներքին ինչ-որ չպայմանավորված էթիկա, որ ոչ մեկի շահերից չի բխում այդքան ուժեղ գին իջացնել։ Իսկ մենք արդեն սովոր ենք դա այդքանով գնել։